Դե ես ինքս ազատամարտիկ եմ, 5 կռվողներից եմ, իմ դոկումենտները լրիվ հենց հիմա իմ մոտ է, էլի, դե ես սիրել եմ իմ Արցախը, իմ Ղարաբաղը սիրել եմ, բայց հիմա չկա ու չեմ էլ ուզում, որ դրանք մնալու կարիք էլ չունեն դրանք արդեն պետք է թողեն էթան։ Իշխանությունները։ Դե գիտես ինչ, Սովետի վաղտով 11 կիլոմետր ջերմուկ քաղաքը Ադրբեջանի սահմանից հեռու էր, այսօր նստեր են սարի գագաթը ասում այսի մեր քաղաքն է, Սևանն էլ արդեն արել են իրանցով, 39 քառակուսի կիլոմետր։ հա, Սևանը արել են իրանցով, այսօր իմացար մեր մոտը կալանավոր ադրբեջանցի չկա, բայց մերոնք ընդեղ դատվում են, իմ հետի ազատամարտիկները ընդեղ դատվում են, ինչ պահեմ դրանց է, ինչ պահեմ, որ ինչ, պետք է գան իմ ձեռից այս կանանչիները առնեն տանեն, տպեն թողեն կանանչի ծախեմ, այդ չի իմ հալը, 36,500 դրամ թոշակ եմ ստանում, հիվանդության մանի, կռվող մարդ եմ, սաղ դոկումենտներս խնդրեմ, երկրապայի անդամ եմ, 5-րդ բրիգադա Նազիկ Ամիրյան, ես էլ մարտական գործողությունների ուղին այսօր ես հիվանդության կարգ ունեմ, 3rd կարգ հիվանդության կարգը 36,500 դրամ փող ատալեմ, դրանով ես կարամ ապրեմ, կոմունալները մուծեմ, լույսնա, գազնա, դրանք մուծեմ, թե ես հացարնեմ հաց ուտեմ, դրանցը պետք է թողեն էթան դրանք էլ պետք չի մնան, ավել լավ ժառանգականը նստի, կամ այդ համար առաջինը նստի, կանցնի դրանք, այդ ինչ է, ոնց որ փող մուրամ, կանանչ եմ ծախում են էլ որդ է փողոցում, իսկ ազատամարտիկներին պետք է իրանք լավ տեր կայնեին, ոչ թե հանեին գցեին փողոցները, այդ ինչ է իմ վիճակը, այսօր էլ գալիս են, ասում են ստեղից հավաքեք, շուտ արեք, քաղաքապետարանից գալիս են, ջանդամ չեն գալի, քաղաքապետարանը թողում էդ գազ սահման էթանք պահենք, այսօր որ հանկարծ աստված մերաս, պատերազմալի ես նախ գնացող եմ, Այս տարիքին անգամ։ 60 տարեկան եմ, ես պետք է լինեմ սալդատի կողքին, ես որ ֆորմանտենում եմ ուրախանում եմ, իսկ դրանք թալանում են դրանք, թոքան ինձ բռնեն տանեն, ինչ անեմ, այսօր ամբողջ Ղարաբաղը տվին, այսօր նստեր են Վայոց ձորի մարզում, ջերմուկ քաղաքն ասում է մերն է, այսօր Սահմանազատում կլինի կորոշ։ Ցավը տանեմ, սահմանազատում կլինի, այսօր հələ դու փորձի, ստեղ Արարատից մտի, Նախիջևանով գնա հասի Մեղրի, հտես քեզի ինչ կանեն, կմորթեն իրանց, այդ մորթողին էլ կտան գեներալ, իսկ ադրբեջանցին Թուրքիայից մտնումա, սենց գալիս է մեր Արարատով, Արտաշատով, Վայոց ձորով, էթմա Գորիսով դուսագալի էթմա բան, Ադրբեջան, դրանք պետք է թողեն էթան, էլ ճար չունենք, թող ժողովուրդը լինենք այնեն ոտի, դրանք թողեն էթան, ինչ-որ կերեր են արդեն հերիքա, մեկ չել թող այդ ժողովուրդն ուտեն, դրանցը պետք չի ընտրել, թողան դրանք վավշե մաքրվեն էթան, ես ինքս կռվող տղա եմ, 60 տարեկան եմ, այն ժամանակ պարկում էի բլինդաժները չէի իմանում, ինչ հիվանդություն կկպնեմ, այսօր հիվանդությունները շտկեր եմ, 8 հատ հիվանդություն ունեմ վրես, 8 հատ հիվանդություն ունեմ, իսկ դրանք նստած տեղներից ջան չեն անում դուս կան, Ղարաբաղյաջն էլ փագել են։ լրի փագեր են, ինքը չի մտածում, որ ընդեղ մեր տղաներին դատում են, լավ են, ասենք են ընդեղի Ղարաբաղի բարձրաստիճան պաշտոնյաներին դատում են, էտի հասկացան, մեն մնացած սալդատին, որ բռները դատում է, երեխուն Ղարաբաղում սպանեց, Թուրքին բռնին, որ ստե պետք է ցմահաբանդարկություն տային, ամենաառաջին կալանավորը ինքը տրան ուղարկեց Բաքու, այդ մարդուն ուղարկեց Բաքու,
Խաղաղասեր են, ասում են խաղաղություն։ Բա շատ շնորհակալ եմ, խաղաղասեր են։ Այսօր որ ռուսը չլինի այդ սահմանի վրան, Թուրքիան մի անգամից քեզի հոպ կուլ կտա գետա։ Թուրքիան քեզի կուլ կտա։ Ուրա մեր դվինը, վանը, արդահանը, ես սուրմալվեցու թորեմ, ուր են դրանք։ Նախիջմանը 100 տարով պայմանագրով տվել էին Թուրքին։ 100 տարին անցել անջի հետ չի տալեմ։ Ասում արի կրվով վեկալ։ Մի բոր հող էին գրավը եկել ձեռները սարան տվին իրանցը։ Ես բան չունեմ ասելու, դրանցը ես չեմ ընտրի։ Ես չեմ ընտրի, ով ուզում ա թող գա իմ, ինձի բրնեն տանեն դատեն, ես դրանցը չեմ ընտրի։ Ոչ մի բան էլ չեն կարա անել։ Խոսացողներին պատժում են հնարավոր բոլոր ձևերով։ Վարդան Ղուկասյանին, ճիշտն էր, պատժին, հարակարի ընտրություն նախագահին, ինչ արին, ով արեց։ Իրանց մատը խառնա, եթե մատը խառը չլի, թափով կբրնեն է տարող են, իրանց մատը խառնա, Ղարաբաղ պարկում էի, բլինդաժների մեջ է, սալդատների կողք ասում էի, գոյն է սալդատները իմ մոմենտով ուրախ խլեն, իմ մականունը պիտկինա, Վազգեն Սարգսյանն է դրել այդ մականունը, որտև ես թաթարավազություն էի անում, սալդատներին ուրախացնում էի, ծիծաղացնում էի, 18 տարեկան երեխեն, իմ հետ հավեսով կայնում էր պոստի, բայց թե քնում էինք, չգիտեինք, որտեղ ենք քնեմ, ինչ վիճակի ենք քնեմ, ադրբեջանցին բլինդաժասարքն բերում են, էլ յորղան էլ դոշակ էլ ինչ ասես, բայց մենք խոնավ պլաշ պալատքի տակ ենք քնեմ, այդ դրա համար էլ այդ հիվանդությունները վերցրեմ, հիմա չեմ ուզեմ դրանց անունը սկիլեսեմ, Վազգեն Սարգսյանը, որ դաժե վարչապետելով, մտնում էր ժողովրդի մեջով մաներ գալեմ, պաշտպանության նախարարության ժամանակ մտնում էր ժողովրդի մեջով մաներ գալեմ, առանց թիկնապայի, ինքը թիկնապա չի սիրել, ինքն ասել է ես եմ իմ թիկնապան, բայց այսօր արի գնա տեստրանք հասարակ քաղաքապետը, որ էթա զուգարան թիկնապայով այդեմ, հազար անգամ ներողություն եմ խնդրում, քաղաքապետը թիկնապայով այդեմ, այն ժամանակվա Վազգենը պետք է հիմի սաղելներ, ստեղելներ։ Բայց Փաշինյանն էլ էր սկզբից ոնց որ ժողովրդի մեջ մտնում սելֆիներ անում են սկզբի շրջանում։ Այդի կուտ էր տալեմ, որ դուք էլ հավատայիք, լրագրողներով հավատայիք։ Ինչա, թերթի լրագրող այլ է ինքը, ինչ այլ է։ Թերթի լրագրողն եկավ էլա վարչապետ, կուտ տվեց այդ մերը հարիվ, ժողովուրդն էլ հավատացին, կուտը կերան, արխային կերան։ Նրանք կուտ տվին, նրանք էլ բանարին, հավատացին, ըտենց էլ առաջ գնաց։ Բայց հիմա չեմ ուզում այդ կուսակցությանը չեմ ուզում սկիլ լսեմ։ Հեռուստատեսությունը, որ միացնում ենք, հենց իրանք ընելեմ, ասում եմ անջատեք, էսի բանը պետք չի։